2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ավելի քան կես տարի ժամանակ կա, բայց Հայաստանի քաղաքական դաշտում արդեն պայքարը մտել է թեժ փուլ։ Նոր ուժեր են ձևավորվում, վերադասավորումներ են տեղի ունենում։ Մինչ այս հայտնի հիմնական խաղացողներից զատ վարչապետ դառնալու ցանկություն է հայտնել երկու գործիչ։ Մենք գալիս ենք հիմնախնդիրները լուծելու։ Մենք հավակնում ենք իշխանություն ձևավորելու։ Ես հավակնում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին։ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը նախորդ շաբաթ հայտնեց Միասնության թևեր նախաձեռնության հիմնադրման մասին, որն առաջիկայում կուսակցություն է դառնալու։ Թաթոյանից զատ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հայտ է ներկայացրել նաև նախկին իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։ Նա նժար սահմանադրական շարժման համահիմնադիրներից է։ 2026 թվականի ընտրությունները լինելու են ոչ թե հերթական քաղաքական մրցակցություն, այլ պատմական հանրաքվե Հայաստանի ապագայի շուրջ։ Ժամանակն է միավորվել, ժամանակն է վերադարձել իշխանությանը ժողովրդին։ Հունվարին վարչապետի իրենց թեկնածուին կներկայացնի Սամվել Կարապետյանի մեր ձևով շարժումը։ Կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը կտրուկ փոփոխություններ է խոստանում իրենց ուժի իշխանության գալու պարագայում։ Անելու ենք ամեն ինչ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը արդեն երկրորդ անգամ դառնա ընդդիմություն։ Իշխող ՔՊ-ից վերջերս վարչության անդամ ընտրված Ալխաս Ղազարյանը վստահ է մեր ձևովին չի հաջողվի իրենց հեռացնել իշխանությունից։ Նարեկ Կարապետյանի այսպես քաղաքական հայրերն այսպես ասած անընդհատ ցկտել են այդ մասով մեզ տեսնելու արդեն 5 տարի բավականին շատ աշխատանք տարանել իմպիչմենտներ, էլ փողոցային պայքար փորձեցին, բայց ձախողվեցին։ Ես կարծում եմ Նարեկ Կարապետյանն էլ է այդ ձախողումը սպասում։ Նախորդ շաբաթ հրավիրված ասուլիսում սոցիոլոգիական տվյալներ վկայակոչելով Հայաստան դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանն էլ որոշակի կանխատեսումներ արեց, առանց մատնանշելու հարցումների հեղինակներին։ Ըստ նրա, բացի ՔՊ-ից եւս երկու ուժ է անցնելու խորհրդարան։ Մեկը Հայաստան դաշինքն է, մյուսը Սամվել Կարապետյանի ստեղծվող կուսակցությունը։ Ուշագրավ է, որ Ռոբերտ Քոչարյանը չէր տվել Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետականի անունը։ Հանրապետականը ի դեպ այս փուլում ոչ թե հերթական ընտրություններին մասնակցելու մասին է խոսում, այլ Փաշինյանին անվստահություն հայտնելու։ Ինքը Քոչարյանը կարծում է, որ Գյումրիի սցենարը հաջողված էր, որը կարելի է դիտարկել նաև խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Այսօր էլ այդ միտքը կրկնեց Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանը, հիմնավորելով, թե Նիկոլ Փաշինյանին չսիրողները շատ են։ Ընդդիմադիր падգամավորը սակայն նորաստեղծ ընդդիմադիր ուժերին առաջարկ ունի։ Նիկոլ Փաշինյանը, ով ստացել է ձայների 53-ու 8 թե 9%, 54-ից քիչ, այսօր խորհրդարանում ունի 70%-ից ավելի մեծ ներկայացվածություն։ Ես ուղղակի քաղաքական ուժերին, ովքեր ցանկանալու են մասնակցել ընտրություններին, ովքեր իրական ընդդիմություն են, այլ ոչ թե հրապարակից սնվող ընդդիմություն են, այդ վիճակագրությունը հիշեն։ Արդյոք խոսքը Թաթոյանի եւ Կարապետյանի ուժերի մասին է։ Արթուր Խաչատրյանը Սամվել Կարապետյանին մեծ ընտրազանգված վերագրեց, իսկ Արման Թաթոյանի մասով ձեռնպա մնաց ուղիղ պատասխանից։ Այն թիմերը, որոնք որ ձևավորվում են փոքր, կարծես այսպես բաժանվում են, մի թիմը բաժանվում է մի քանի մասերի եւ փորձում են այդ եղանակով գործել։ Իշխանական падգամավորը հույս ունի, որ քաղաքացիները աչքի առաջ կունենան Գյումրիի փորձը։ Դառը փորձը ունենալուց Գյումրիի դեպքի ժողովուրդը արդեն ճիշտ կկողմնորոշվի ու ամեն մի քվեն կարժևորի։ Քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանի կանխատեսմամբ 3 լավագույն դեպքում 4 ուժ շանս ունի տեղ զբաղեցնելու խորհրդարանում։ Անդիմադիր քաղաքական ուժերի, որոնք այսօր հայտարարում են ընտրություններում մասնակցելու համար, ինչ որտեղ նույն էլեկտորատի ձայները մասնատելու են։ Եվ դա իհարկե լրացուցիչ առավելություն է տալիս քաղաքացիական պայմանագրին, որպեսզի այդ կորած ձայները հետո բաշխվեն այն 3-4 քաղաքական ուժերի միջև, որոնք կհաղթահարեն շեմը։ Նա չի բացառում ենթադրյալ գործարքը մեծ եւ փոքր ընդդիմադիր ուժերի միջև։ Գնում է գործընթաց, երբ ավելի քիչ հավանականություն ունեցող քաղաքական ուժերը ընդդիմադիր դաշտում ինչ որտեղ ակնարկում են ավելի մեծ քաղաքական ուժերին, որ մեզ ներգրավեք ձեր ցուցակների մեջ, տվեք մեզ անցողիկ տեղեր, եւ այդ դեպքում մենք այդ ընդդիմադիր էլեկտորատի ձայները չենք տանի եւ դրանք չեն կորելու։ Խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2026 թվականի հունիսի 7-ին։